Դեկտեմբերի 3-ն է, Կոտայքի մարզ, աշտարակ Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին բախվել են հարսանիք մեկնող Opel-ն ու VAZ-2107-ը, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գոհաշրջվել, հայտնվելով դաշտում, իսկ Opel-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը Opel-ի վարորդի կինն է, ով իդեպ վարորդը հարսանիքի քավորն է, վիրավորներից մեկն էլ քավոր կինն է, տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ, դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության նայերի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, նայերի քննչական բաժին։ Իմ տեղեկություններով արդեն հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, Արմենիա-բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև կժամանի դեպքի վայր։ Այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Իմ տեղեկություններով նաև հարսանքավորները Գեղարքունիքի մարզից են եկել, որ պետք է մասնակցեն, գնում էին հարսանեկան արարողության մասնակցելու, և ավտոմեքենաներից մեկը ըստ նախնական տեղեկությունների, դա նախնական տեղեկություններ է, Opel-ը վազանց է կատարել, այդպես էին ասում, բայց դա պետք է նախաքննությամբ հերքվի կամ հաստատվի։ Հնարավոր է նաև հերքվի, բայց դա նախնական տեղեկություններ է։ Նախնականով Opel-ը վազանց արել էլի, տենց էին ասում, էսի 07-ի տեղերնա չէ Գալստյան, հեսա դուրս է եկել հանդիպ, երթևեկելու գոտուց դուրս է եկել։ Վարդենիսից են, չէ՞ գնում հարսանիքի, հայ մարդիկ ասում էին։
Էս 07-ի դիմապակին է, չէ՞։ Կանչ թուք է։